Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Դանելյան, խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, բայց դուք նաև զուգահեռ Ես այդ հարցի պատասխանը տվեցի ուրիշ Ես այդ հարցի պատասխանը Ես այդ հարցի պատասխանը տվեցի Ես այդ հարցի պատասխանը տվի այլ հարցերի պատասխանը եթե կա ուրիշ հարցեր Այո, ես ունեմ դուք Պարոն Դանելյան, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ մենք սոցհարցումներ կանենք, կտեսնենք ով է մեզնից բարձր վարկանիշ ունեցողը եւ նրան կառաջադրենք վարչապետի թեկնածու։ Հետո մենք պարոն Քոչարյանի այդ հայտարարությունից հետո հանրությանը ձեր աջակիցներին բաց որևէ բան չներկայացրեցիք եւ մեկ հոբ հայտարարեցիք, որ երկրորդ նախագահը վարչապետի թեկնածու է։ Ես խնդրեմ ասել, ինչ գործընթաց է եղել, ում թեկնածություններն է դիտարկվել եւ ում միջև է պայքարել։ Մենք ունենք ներքին հարցումներ եւ այդ հարցումները ցույց են տալիս, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ամենամեծ վստահելություն ունի եւ Հայաստան դաշինքում եւ նաեւ ընտրական process-ների ընթացքում դուք էլ ականատեսը կլինեք, որ Հայաստան դաշինքը շատ ծանրակշիռ արդյունք է գրանցելու եւ այդ առումով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը քաղաքական գործիչների շրջանում Հայաստան դաշինքի ֆորմատի մասին է ամենաբարձր վստահելությունը ունի ամենաբարձր Դե եթե մենք մեր տեխնացուն պետք է առաջադրենք դեղ ու մնացած կուսակցությունների առաջի համար ինչ ենք հարցում անելու ինչի մասն է խոսքը Ինչպես է մեխանիզմն ուզում հասկանալ մի քանի տեխնացու է ընտրվել եւ որոշվել է նրանցից ով լինի արդյունքում պարոն Քոչարյանին է նախապատվությունը տվել թե միանգամից միայն պարոն Քոչարյանի տարբերակն է քննարկել Պարոն Քոչարյանի տարբերակը չեն քննարկել Հայաստան դաշինքի հարցում են արել եւ Հայաստան դաշինքի ամենա շատ տոկոսները հավաքել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Դանելյան, ամեն դեպքում նայեք, դուք ասում եք հեղինակությունն Ռոբերտ Քոչարյանը, իշխանությունը այսպես մեկ ասում են չեն անցնելու խորհրդարան, մեկ ասում են Գյումրի 2 թույլ չենք տալու եւ հիմա հատկապես ամսի 16-ի հետ շնորհանդեսից հետո, երբ վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն էր, այսպես ոչ միայն իշխանության կողմից, այլ նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից կատաղի այսպես պայքար է սկսել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ինչու դուք դրա պատճառները գիտեք թե ոչ։ Իրենք էլ ունեն իրենց հարցումները եւ այդ հարցումների արդյունքում իրենք որևէ մի կերպ չեն կարողանում մեծամասնություն կազմել։ Այո, իշխանությունները եւ այդ ջղաձգումները այս տարբեր, չգիտեմ, իրենց այս օպերացիաները որ կա ճակերտավոր, հենց արվում է դրա համար։ Իրենք հասկանում են, որ առնվազն կա մի քանի ուժ, որոնց թվում նաև Հայաստան դաշինքն է, որը որ շատ ծանրակշիռ քվեներ է հավաքում այս պահի դրությամբ։ Վաղը մյուս օր դա կլինի 50+1 թե չի լինի, կախված է ընտրական process-ներից, կախված է քարոզարշավից, կախված է թիմերից եւ այլն, շատ այլ հանգամանքներից։ Բայց այն որ անգամ ծիծաղելի է այդ 8%-ի մասին ասելը, դուք օրինակ ոնց եք պատկերացնում, եթե մենք վստահ չլինենք, որ 8%-ը կհաղթահարենք, մենք դաշինքով հանդես կգանք հարց։ Իհարկե մենք վստահ ենք, որ ոչ միայն այդ 8%-ն ենք հաղթահարելու, այլ մի քանի անգամ ավելի շատ էլ, այսինքն դա բազմապատկեք, չգիտեմ, 3-ով կամ միգուցե ավելինով եւ դա ել եմ ասում կախված է հենց ընտրական գործընթացներից այն որ հիմա նաև մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում մարզերում ես ուզում եմ ձեզ ասել որ նաև ներողություն եմ խնդրում բոլոր մեր հայրենակիցներին որոնք որ ստիպված են նաև դուք նշեցիք համալիրում հանդիպումը ուրիշ էլի հանդիպումներ են շատ եղել մարզերում անգամ նստատեղերը չեն բավարարել այս տոտալ այս իշխանությունների կողմից որ չեն էլ ուզում անգամ դահլիճ տրամադրել Հայաստան դահլիճին Հայաստան դաշինքին դահլիճ տրամադրել այդ մարդիկ ոտքի վրա են եղել կամ միջանցներում են եղել եւ ես կարծում եմ որ սա հենց այն ցուցիչն է դուք տեսաք որ անցած կիրակի էլ նաեւ աշտարակում էր հանդիպում եղել դրանից առաջ Գյումրիում, Մարտունիում,
տարբեր դուք տեսել եք եւ առաջիկայում էլ դրա ականատեսը կլինեք, ժողովուրդը շատ լավ է ընդունում, մենք վստահ ենք եւ որևէ այդ առումով որևէ խնդիր չենք տեսնում։ հանդիպումներ սպասվում են քաղաքացիների հետ։ Մենք եթերում չենք։ Չէ, պարոն Քոչարյանը Հերնի փողոց մարկանց վերջերը հանդիպել տենց Աշտարակի հանդիպումը ուղիղ եթերում չէր։ Կամ համալիրի հանդիպումը ուղիղ եթերում չէր, կամ ուրիշ հանդիպումներ էլի։ Շրջի փողոցները Ցանկացած մարդ ինքն է որոշում իր քարոզչության եղանակներն ու մեխանիզմները։ Հիմա տեսեք, էլի, ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը խնդիր չունի, ինքը տարբեր միջոցառումներին էլ մասնակցում է, որևէ այդ առումով խնդիր չեմ տեսնում։ Բայց մենք չենք պատրաստվում պոպուլիստական քայլեր անել, այսինքն մեկի, չգիտեմ, աղբը տանել, թափել, մեկի, չգիտեմ, առևտուրը վերցնել, տանել, մեկին կեղծ գրկել, բայց հետո որ տեսնում է իր աջակիցը չի հարցակվել այդ մարդկանց վրա։ Մենք չենք դες բաներ չենք արել ու չենք էլ անելու։ Մենք չենք էլ պատրաստվում, օրինակ եմ ասում, էլի, մենք նաև գիտենք փոքր երկիր է, էլի, գիտենք ով ում բարեկամն է, ով ում հարազատն է եւ այլ եւ այլ։ Ասենք բարեկամներին տանեն շարեն կամ չգիտեմ կուսակիցներին տանեն շարեն, իբր թե պատահական տեսել է, համբյուրել է եւ ուշ կգնում է։ Այսինքն ամոթ է, էլի, ամոթ է, կեղծ շինծու բաներին թող վերջ տան, ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ ալնելու, սիրելի գործընկերներ ջան, ձեզնից շնորհակալ եմ, ամեն ինչ լավ ալնելու։ Դուք արդեն 4-րդ եւ 5-րդ հարցն եք տալիս։ Խնդրում եմ 21 թվականին ասում եք միջև քոս հաշեցնելու ենք, բայ։ Լավ մնացեք, լավ օր։